Բարի եկած Աստղ Գորատերտի Արսեն Ճաղլասյան ժողովասենյակ, այսօրվա մեր նյութն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ներքին քաղաքականությունը, մեր հյուրն է Հոյտա Մամլոյ պատասխանատու Արտաշես Շահբազյան, բարի եկած Բարոն Շահբազյան, վերջին շրջանին երբ որ Հայաստանի դեսատաշտին գնայինք, կտեսնենք որ ընկերային հարցերով վերաբերյալ ժողովրդային ցույցեր դեպի ունենան, օրինակ փոխադրածախսի հավերումի հարցով, երեք դեր ունեցավ էլեկտրականության հարցով, բուդագային ամսատոշակի հարցով։ Այն դպավորությունը կստեղծվի, որ ժողովրդի մոտ ասենք որոշ զարթոնք դեր ունեցած է։ Արդյոք այդ դպավորությունը ճիշտ է եւ եթե ճիշտ է, ինչի կարելի է վերագրել այդ շարժումները։ Ճշմարիտ է, որ վերջին շրջանում այո կա այդպիսի անհանգստություն եւ նաեւ ժողովուրդը ընդվզում է այս քայլերի դեմ, թանկացումների դեմ եւ այլն։ Իրականությունն այն է, որ խորքում ընկերային տնտեսական վատ վիճակն է, որ ստեղծում է այսպիսի անհանգստություն։ Այսինքն կա այդ բացասական էներգիան մարդկանց մեջ, որովհետեւ իրապես մարդկանց կենցաղը կյանքը տնտեսական հնարավորությունները վատ են եւ որքան էլ որ իշխանության կողմից հավաստիացումներ են լինում, որ ահա լավ է լինելու, ահա փոխվելու է, ահա այս տարի, ահա մյուս տարի եւ այլն, բայց իրական փոփոխությունը տեսանելի չէ մարդկանց համար։ Սա այն ուրեմն հիմնական ազդակն է, որ ստեղծում է լարվածություն, այսինքն այդ մշտական լարվածությունը գոյություն ունի։ Կա մեկ վատ ավանդույթ, ասեմ գուցե կամ սովորություն ասեմ իշխանության, որ շատ խնդիրներ անակնկալ կերպով մատուցում է ժողովրդին, շատ տհաճ անակնկալներ է մատուցում, երբ հանկարծ բերվում է որևէ օրինագիծ եւ հերթական թանկացումը եւ հերթական նորից խնդիրները, որ մարդկանց ուղղակիորեն գրպանին դրամապանակին են դիպչում։ Վերջին շրջանում իսկապես որոշակի ակտիվություն կա, աշխուժություն կա, հատկապես երիտասարդ զանգվածը, կարծում եմ, որ այստեղ գովելի մի բան կա, մանավանդ որ այս ամենին ներդաշնակ եւ կարելի ասել այս ամենի ոչ ուղղակիորեն, բայց գլխավոր ուժը հանդիսանում է խորհրդարանական քարյակը, ընդդիմությունը, որը կարողանում է ուղղակիորեն այդ հնարավորությունն ունի հարցերը բարձրացնելու իշխանության առաջ։ Եվ մարդիկ տեսնում են, որ իրական պայքար կա, մարդիկ տեսնում են, որ դժվարությամբ, բայց որոշ դեպքերում հնարավոր է դառնում նաև զիջումների հասնել, նահանջ արձանագրել, եթե ոչ արմատական, ապա առնվազն կես քայլերով, եւ սա կարծում եմ նաև հույս է ներշնչում, որ այո պիտի պայքարել իրավունքների համար, պիտի ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունը իսկապես գնա արմատական փոփոխությունների եւ իսկապես կամ կարողանա ի վերջո պարզ ասած այս երկիրը ղեկավարել կամ հեռանա այդ հնարավորությունը տալով նրանց, ովքեր կփոխեն քաղաքական մոտեցումը, տնտեսական մոտեցումները, կհաղթահարեն այն կոռուպցիան, փտածությունը, այն արդարության եւ այլ խնդիրները, որոնք կաշկանդիչ հանգամանք են Հայաստանի զարգացման, սկսած մարդկային կադրային, ուրեմն այն համակարգից, որ գոյություն ունի, մինչև քաղաքականությունը, տնտեսական, ընկերային եւ այլ ոլորտներում։ Արդեն դուք ձեր խոսքի մեջ նշեցիք այս ժողովրդային շարժումին գոհին նաեւ գոյություն ունի մեկ այլ քաղաքական շարժումը, որ գերեւի ոչ իշխանական ուժերու, քաղաքական կուսակցություններու կարիերին, ինչպես որ գոչի, միացնող։ Ինչպես կգնահատեք այս երևույթը։ Քարյակի երևույթը։ Գիտեք, եթե
այլ պարագա լիներ, օրինակ խորհրդարանական ընտրությունների նախօրյակ լիներ, գուցե մեզ համար տարօրինակ թվար, թե ինչպես կարող է նման քառյակ ձևավորվել ուժերից, որոնք ընդհանրապես տարբեր են իրենց տնտեսական մոտեցումներով, իրենց գաղափարական մոտեցումներով, իրենց նաև ինչու ոչ քաղաքական մոտեցումներով, բայց պետք է հասկանալ, որ խորհրդարանական դաշինքները եւ համագործակցությունները տեղի են ունենում շատ կոնկրետ խնդիրների շուրջ, այսինքն եթե վաղը նույն իշխանությունը, որի հետ այսօր կոշտ հակադրության մեջ է ընդդիմությունը կամ քառյակը, եթե բերի ինչ-որ նախագծեր, որոնք որ ժողովրդի շահերից են բխում, բնականաբար կարող է այդտեղ նաև համագործակցություն լինել իշխանության հետ եւ այստեղ արտառոց բաներ պետք չէ փնտրել։ Ահա սա համարեկին պատկերացումը, ուրեմն իմ տեսակետից այսօրվա այս համագործակցությունը տեղավորվում է խորհրդարանական գործունեության շրջանակում եւ մյուս կողմից պիտի ասենք, որ եթե այդպիսի բառերով կարելի ասել, այդ համագործակցության կամ այդ միասնության պահանջարկը կա ժողովրդի մեջ, որովհետև հասկանալի է, որ այսօր ուժերի միավորումով է, որ հնարավոր է խնդիրներ լուծել, հնարավոր է իսկապես ստեղծել այն ուժը, այն վստահությունը առաջ բերել, որի հիման վրա կարելի է փոփոխությունների հասնել։ Այս առումով գարձեք, որ նախագահական ընդրության ժամանակ արձանագրված ցախողությունը եւ որ այս քաղաքական ուժերը ցախողեցան մեկ միացյալ տեխնոլոգիով ներկայանալ, իր ասացությունը ունեցավ դարբեր բաղադրիչ լուսացուցիչներուն համոզելու, որ այո, ի վերջո պետք է հասարակ հայտարարի մի շուրջ համաձայնել իրենք։ Գիտեք, ես կարծում եմ, որ ընդհանրապես որքան էլ որ մեր ձգտումները մեծ լինեն փոփոխությունների համար, որովհետև իսկապես Հայաստանում խստորեն ծառացած է այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց նաև ամբողջությունը կամ անիրատեսությունը ավելի մեղմ ասեմ, եթե մենք հաշվի չենք նստում մեր քայլերը ծրագրելիս այն իրողությունների հետ, որ գոյություն ունեն։ Դաշնակցությունը, ինչպես գիտեք, առաջարկեց, որ բոյկոտվեն այդ ընտրությունները, բոյկոտի ենթարկվեն եւ իշխանությունը մի իրավիճակի առաջ հայտնվի, երբ քաղաքական դաշտի մեկ հատվածը մասնակից չէ եւ անվստահություն ունի այդ ընտրությունների նկատմամբ։ Ցավով չընդունվեց առաջարկը, այդ մասնակցությունը եղավ բոլորը չի, որ դրա հետ համաձայնվեցին, ես չեմ կարծում, որ հնարավորություն կար այդ շրջանում հաջողության հասնելու, գուցե միասնական մոտեցումով, եթե քայլեր նախաձեռնվեր, կարելի էր նաև հետընտրական շրջանում ինչ-ինչ հաջողությունների հասնել, բայց այսպիսի խնդիր կա, այսինքն երբ որ ասվում է համագործակցություն, սա նշանակում է հավասարների գործակցություն, չէ՞, այսինքն այն պարագան, երբ որ ինչ-որ մեկը ասում է եկեք համագործակցենք, բայց ես պիտի առջևից գնամ, ի սկզբանե հայտարարում է, այդ տեսակ համագործակցություններ չեն կարող լինել, կամ ես այս խնդիրները առաջադրում եմ եւ ձեզ համար պիտի ընդունելի լինի։ Հիմա քառյակի նույն օրինակով կարելի ասել, որ ամեն ինչ չէ, որ օրինակ դաշնակցության պահանջներին համապատասխան են, թեև դաշնակցությունը այդ ամեն ինչի մեջ, ծրագրերի մեջ, պահանջների մեջ եւ գործողությունների մեջ ակտիվ դերակատարություն ունի անշուշտ, բայց այնպես չէ, որ ամեն ինչ լինում է մեր ցանկացածով, բայց այդպես է, եթե համագործակցությունը փոխզիջումների հիման վրա է, այնտեղ որտեղ ինչ որ մեկը կցանկանա առաջ ընկնել, կցանկանա կամք թելադրել, չի կարող լինել այդ տեսակի համագործակցություններ։ Ես կարծում եմ, որ
որոշ խնդիրներ եղավ, այո, ցավալի է, որ այն ներուժը, որ ստեղծվեց նաև ընտրություններից առաջ, մսխվեց, հնարավոր չեղավ օգտագործել, բայց երևի միասին չնստելու, միասին չծրագրելու արդյունք էր։ Այս առումով Կարիակը վերջերս հրապարակեց 12 գետերը բաղկացած բանջարներ։ Ինչ է ձեր կարծիքը այդ գետերի մասին։ Գիտեք, դարձյալ ասեմ, որ կետեր կային, որոնք որ դաշնակցությունը գուցե ավելացներ դրանց։ Կետեր կա, որ հասկանալի է այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացված են, եւ մենք այդտեղ տեսնում ենք եւ մարտավարական խնդիրներ, շատ կոնկրետ եւ ռազմավարական հարցեր, բայց ակնհայտ է, որ դրանք կենսական խնդիրներ են, այսօր Հայաստանի համար պահանջված խնդիրներ են, այո, դրանք կարող են 12-ը չլինել, լինել 20-ը, 30-ը, կարող են լինել 5-ը, կարող ենք ասել, իսկ ինչու 12, իսկ ինչու ոչ ավել կամ պակաս, բայց այսպես է, վերցվել է մի հարցերի խումբ, հարցերի շրջանակ, որը այսօր հրատապ է, մեկ մասը քաղաքական իմաստով, մեկ մասը ընկերային եւ տնտեսական առումներով, եւ այսօր առաջարկվել է իշխանությանը դրանք լուծելու։ Իշխանության իսկ առաջին արձագանքը ցույց տվեց, որ անիրատեսական բան չեն այս պահանջները։ Այ խնդիր, որ այդ անհանդուրժող կեցվածքը կամ մեկ մոտեցում կա, որ հանկարծ այնպիսի տպավորություն չլինի, որ իշխանությունը տեղի տվեց։ Ահա նաև այս կեցվածքը, որը գուցե վախ կա, որ դա կարող է ոգևորել ընդդիմությանը, գուցե վախը կա, որ դա կարող է ժողովրդին խանդավառել, որ ահա կարողանում ենք ուժ ցուցադրել, պարտադրել եւ իշխանությունը ընկրկում է։ Այս մոտեցումը, որ կարծում եմ շատ էլ արդարացված չէ, դժբախտաբար դեր է խաղում եւ կարծես այն առաջին օրերի այդ կամեցողությունից մի քիչ նահանջ եղավ, վերապահություն եղավ, բայց նորից կրկնեմ, առաջին իր արձագանքով իշխանությունը ասաց, որ այո, դրանք ընդունելի իրատեսական հարցեր են։ Անցնելով արտաքին քաղաքականության, Հայաստանի արտաքին քաղաքականության մարզ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան շատ նշանակալի ժողովի ընթացքին Թուրքիա նախագահ հրավիրեց 24 ապրիլ 2015-ին Երևան ձիզերնակաբեր մասնակցելու համար հայցիասպանության 100-ամյակի սերնագին։ Ինչպես կգնահատեք այս հրավերը եւ ինչ նշանակություն ունի մասնավորապես, որ հատուկ ժողովի ընթացքին հնչեց այդ հրավերը։ Կարծում եմ սա հատկապես Էրդողանի այդ նամակից հետո, այդ հայտարարությունից հետո ցավակցելու, այսպես ասած, ցեղաս ջարդերի զոհերի եւ այլ, որ մենք գիտենք, մեկ ընդհանուր քաղաքականության շարունակությունն է, նոր երանգների ավելացումով, որ հավանաբար ավելի ընդգծված մենք կտեսնենք այս 100-րդ տարելիցի նախօրյակին այդ գործընթացների մեջ, ուրեմն կարծում եմ, որ սրան ի պատասխան վատ պատասխան չէր Սերժ Սարգսյանի կողմից, այսինքն խնդիրը կարծում եմ ինչ որ իմաստով նաև դրվեց շատ ստույգ եւ կոնկրետ, պետք չէ ընդհանուր ֆրազներով խոսել, ընդհանուր ցավակցություններ հայտնել, հավասարեցնել բոլորին իրար, բոլորի խնդիրները, բոլորի դժբախտությունները եւ այլն։ Իրականությունն եք ուզում իմանալ, եկեք, մասնակցեք եւ մենք ձեզ նաեւ իրական փաստերը կհամցնենք։ Այս իմաստով կարծում եմ, որ
եթե շարունակենք այդ ֆուտբոլային դիվանագիտության լեզվով խոսել, գնդակը, որ հայտնվել էր Հայաստանի կիսադաշտում, նորից ուղարկվեց, փոխադրվեց թուրքերի կիսադաշտ, եւ կարծում եմ, որ այստեղ թուրքերի համար իսկապես խնդիր է լինելու մերժել կամ չմերժելը, բնականաբար շատ ավելի հավանական է լինելու մերժման հնարավորությունը։ Ես մի մտահոգություն ունեմ, որ սա իմ մասնավոր մտորումների արդյունքն է։ Ես կարծում եմ, որ սրա մեջ այնուամենայնիվ մեկ բացասական բան էլ կա։ Վախենամ, որ նաև սրանով Սերժ Սարգսյանը իրեն կարծես թե ապահովագրում է, իր առջև մեկ պայման է դնում, որ եթե հարցը այսպես է դրված, ուրեմն ես չպետք է գնամ խնդիրները սրելու ուղղությամբ, հարցերը ձախողեցնելու իմաստով ուղղությամբ եւ կարծում եմ, որ սրանով պիտի արդարացվի կրկին ու կրկին առնվազն մինչև 100 ամյակ արձանագրություններից հրաժարվելու այդ տրամադրությունը։ Ես այսպիսի բան եւս տեսնում եմ, որ բացասական է։ Հայոց ասլամության 100-ամյակի ծիրի մեջ Երևանի մեջ pedagogan մագարտակի վրա դե այլ ինչպիսի ռազմավարություն կտեսնեք։ Գիտեք, հանձնաժողովը գոյություն ունի, գիտեք, 100-ամյակի հանձնաժողովը աշխատում են, գիտեմ, որ ծրագրեր կան, գիտեմ, որ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում, աստված տա, որ մենք կարողանանք իշխանության, գլխավորությամբ այդ ծրագրումների արդյունքում իսկապես շոշափելի քայլեր տեսնել, բայց դարձյալ մտավախություններ ունեմ։ Մի շարք բաներ եմ տեսնում, որ ավելի շատ հիշեցնում են, եթե կոպիտ բառով շոու չասեմ, ապա առնվազն բան արած լինելու մի տպավորություն, այսինքն արեցինք այս գիտաժողովը, արեցինք այս հավաքը, մարդկանց հրավիրեցինք, մտավորականների, օտար երկրացիների լսեցինք, հրատարակեցինք այսքան գրքեր, այսքան ֆիլմեր, այսքան համերգներ եւ այլն, վախենամ, որ այսպիսի ավարտին մեծ ցանկ ունենանք, որ գուցե այլ առումով նաեւ բավարարություն բերեր, բայց արդյունքի իմաստով կարծեմ, որ այդ ամենը չպիտի բավարար լինի։ Հիմա կարելի է ասել, որ բան չկա մեջտեղում եւ այն ինչ որ ես ասում եմ ենթակայական մոտեցում է, բայց հիմա կոնկրետ մի փաստարկ բերեմ, տարին կիսվել է, ուր են այդ հարցերը, ուր են այդ գործընթացները, քաղաքական խնդիրները, եթե մենք ուզում ենք ինչ-որ արդյունքներ ունենալ, այս 100-ամյակին ճանաչեցնել տալ, տարբեր երկրների կողմից դարձյալ ցեղասպանության փաստը, եթե ուզում ենք նոր փուլ թևակողել, բարձրացնելով հատուցման խնդիրները, պահանջատիրության խնդիրները, երբ պիտի սկսվի այդ աշխատանքը։ Քաղաքական պտուղները մեկ օրում չի, որ հասունանում են։ Նրանք ժամանակի ընթացքում պիտի զբաղվես, ստեղծես, որ մի օր այդ պտուղը հասունանա եւ բերք դառնա, արդյունք դառնա։ Տարին կիսվել է եւ ես դա չեմ տեսնում։ Քաղաքական գործընթացներ ասպարեզում չկա, երբ է սկսվելու, հունվար ամսին, դեկտեմբերին, չգիտեմ, ինչ ենք հասցնելու ստանալ արդյունքում։ Այնինչ մենք ցանկանում ենք ավելին ունենալ, չէ, շոշափելի արդյունքի հասնել, ոչ այլապես ասելու, որ ահա արեցինք այս բաները։ Ես այս տեսակ մտահոգություններ ունեմ,
վախենամ, որ այն ինչ որ կունենանք քաղաքական արդյունք չի լինի, քարոզչական ավելի շատ արդյունք չի լինի, որի անշուշտ ազդեցությունը համեմատելի չէ քաղաքական արդյունքի հետ։ Քանի խոսեցար քարոզչական աստեցության մասին, դերակատարության դաշտի մեջ, հայկական դերակատարության դաշտի մեջ ինչպիսի բացթողումներ եւ թերություններ կարելի է տեսնել լա ներքին քաղաքական հարցերու լուսաբանման, լա արտաքին քաղաքականության կամ ընդհանրապես տարածաշրջանային հարցերու եւ միջազգային հարցերու վերաբերյալ։ Գիտեք, Հայաստանի այն շրջանից, երբ որ Հայաստանում այս ընդդիմություն, իշխանություն, հակադրությունները սկսեցին սրվել, այսինքն ներքին պայքարը սրվել եւ մամուլը, որ առաջին շրջանում կարծես անտեսված էր, հանկարծ տեսնվեց, որ այդ մամուլը տեղեկատվական միջոցները լուրջ ազդեցություն ունեն ի վերջո քաղաքական գործընթացների վրա, լրջորեն աշխատանք սկսվեց այդ միջոցների դեմ եւ ժամանակի ընթացքում քաղաքական մեկնաբանի դերից տեղեկատվական միջոցները Հայաստանում վերածվեցին քաղաքական դերակատարի, քաղաքական գործոնի, այսինքն Հայաստանում կարող են երևույթներ լինել, որ բոլորովին այլ մեկնաբանություն կստանան մամուլում, հաճախ շատ ենթակայական է մամուլի մոտեցումները խնդիրներին, այսինքն մեկ պարզ եւ գուցե կոպիտ օրինակով ասեմ, տեղի է ունենում հանրահավաք, ընդդիմության որոշ մամուլի միջոցներ կարող են գրել, որ 30,000 մարդ էր մասնակցում, իշխանությունը գրի, որ 3,000 մարդ էր մասնակցում եւ բնականաբար սրանից հետևող մեկնաբանություններով։ Անշուշտ մեր մամուլը, որ այս 20-25 տարվա ընթացքում ձևավորվեց, մեծ ճանապարհ է անցել եւ որոշակի փորձառություն կա, այսինքն մենք նաեւ փորձում ենք մրցակցել Ադրբեջանի հետ, ոչ միայն Ադրբեջանի հետ քարոզչական դերակատարություն ունենալ մեր խնդիրները լուծելու համար, բայց այդ տեղեկատվական դաշտը մեկ կողմից մեծ ազդեցության տակ է իշխանության կողմից, հատկապես հեռուստակայանները եւ մյուս կողմից կա մամուլի, ընդդիմադիր մամուլի մեկ ազատություն, որ նույնիսկ ազատության չափն է անցնում, հաճախ շահագործելով այդ ազատությունը։ Ես կարծում եմ, որ մի ընդհանուր այնուամենայնիվ համագործակցության վիճակ պիտի լինի, որպեսզի մենք կարողանանք զատել ներքին խնդիրները, որ մենք ունենք իրար հետ, եւ ազգային մեծ հարցերը, որոնք ընդհանուր են բոլորիս համար, անկախ նրանից, որ դաշտում ենք գտնվում։ Գուցե մենք սրան չենք հասել։ Հիմա օրինակները կան, երբ որ օրինակ Սիրիահայության հետ կապված դեպքերի առիթով մենք կարծես թե միասնականության փաստեր ունեցանք, դրսևորումներ ունեցանք, բայց այստեղ իսկապես աշխատանքի, անելիքի խնդիր կա, մենք պիտի հասկանանք նաև կարողանանք համադրել, գիտեք, այն ինչ որ կատարվում է Իրաքում կամ օրինակ Ուկրաինայում, նույն տեղեկատվական միջոցը մեկ օր կարող է վերցնել այսինչ տեղից լուրը եւ գրել անջատողականներ, մյուս օրը լուրը վերցնել մեկ այլ տեղից եւ գրել ապստամբներ, ժողովրդական ապստամբներ եւ այլն, այսինքն այս համակողմանի մոտեցումը պիտի լինի, համակողմանի խորքային ուսումնասիրությունը պիտի լինի եւ նաեւ համակարգված, կարծում եմ, գործողությունները հասկանալով, որ այստեղ դաշտ կա, որտեղ մրցակցությունը տեղին չէ իրար հետ պայքարը եւ կարծում եմ, որ մենք կարող ենք մեծ առավելություններ ունենալ, եթե
Հայաստան եւ Սփյուռք տեղեկատվական մեր այս մեծ դաշտը միավորվի, որտեվ այն ինչ որ Հայաստանի քթի տակ մերձավոր արևելքն է, միջին արևելքն է իր խնդիրներով, մեզանից կտրված է, որտեվ մենք 200 տարի Կովկաս ենք դիտվել եւ ոչ միջին արևելք, թե միջին արևելքի պետություն ենք նաեւ երկիր ենք իրականում, դուք շատ ավելի մոտ եք եւ շատ ավելի լավ եք տեսնում։ Ինչու մենք չենք կարող օգտվել այս հնարավորությունից, որ ունենք տեղում։ Ինչու մենք չենք կարող Իրաքի, Սիրիայի եւ հատկապես Լիբանանի, որ այսօր Աստված տա միշտ այսպես անդորի մեջ լինի, թեև հարաբերական է այս անդորը, ամբողջովին անդոր չէ, խաղաղություն չէ, բայց կարծում եմ, որ մեկտեղելով հնարավորությունները կարճ ասած, որ մենք կարող ենք ունենալ Ռուսաստանում, Ուկրաինայում, Միջին Արևելքում, Ամերիկայում եւ այլն, մենք կարող ենք մեծ ներուժ ստեղծել, գումարել մեր բոլորի հնարավորությունը, տեղեկությունը, գիտելիքը, այսինքն մեծ խնդիրներ կա, արվում է այն ինչ որ արվում է առանց համակարգումի եւ գուցե որոշ իմաստով նաեւ հախուռն, ամեն մեկը իր գրասենյակում նստած իր համակարգչի առջև պրպտում է ինչ որ նյութեր, համադրում է եւ ստեղծում է ինչ որ պատկեր, ոչ միշտ է որ այդ պատկերը ճիշտ է եւ ասեմ նաեւ ներքին քաղաքականության առումով շատ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք չեն բխում իրական պատկերից, իրական տեղեկատվությունից, այլ այսպես ասած ենթադրությունների վրա, այլ այսպես ասած այս կամ այն դրսևորումներից, որ տեսանելի են, արվում են ինչ-որ հետևություններ, հաճախ էլ ոչ տեսանելի ինչ-որ երևույթներ են մեկնաբանվում, վերլուծվում, դրա արդյունքներն էլ կան, Ղարաբաղի հետ կապված, չգիտեմ, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված, սա ևս կա, այսինքն կարծում եմ, որ շատ ավելի խորքային, շատ ավելի համադրված աշխատանքի անհրաժեշտություն գոյություն ունի։ Շնորհակալություն, բարի եկեք աստղագորաթերթ։ Ուրախ եմ, ես էլ շնորհակալ եմ, ինձ համար շատ հաճելի է լինել այս լսարանում, լինել Լիբանանի այս միջավայրի մեջ, հայկական մեր ավանդական գաղութի այս միջավայրի մեջ։ Բարի եկեք։ Շնորհակալ եմ։